Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի արտահերթ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Հայաստանում մեկնարկել է ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունը։ Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8-ին, երբ քաղաքացիներն արդեն սկսել են կատարել իրենց ընտրությունը։ Սակայն քվեարկության մեկնարկից ընդամենը 2 ժամ անց արդեն արձանագրվել են առաջին ընտրախախտումները։ Հայաքվե նախաձեռնությունն հաղորդում է, որ Վանաձորի 23 կոտորակ 51 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիության սկզբունքը պատշաճ չի ապահովել։ Քվեախցիկներից մեկի հետևում մեծ բաց տարածություն կա, իսկ մյուսի պատուհանից հնարավոր է հետևել քվեարկությանը։ Հայաքվեն տեղեկացնում է նաև, որ 3 կոտորակ 13 ընտրատեղամասում արձանագրվել է բաց քվեարկության փորձ, իսկ քվեատուփը տեղադրված է անմիջապես մուտքի դիմաց։ Խախտումների մասին ահազանգեր են ստացվել նաև Երևանից։ Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ կենտրոն վարչական շրջանի 9 կոտորակ 51 ընտրատեղամասում ընտրողների ցուցակներում անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Մի շարք քաղաքացիների տրամադրված համարների դիմաց նշված են եղել այլ անձանց տվյալներ։ Իսկ 10 կոտորակ 1 ընտրատեղամասի հարակից տարածքում նկատվել են քարոզչական պաստառներ։ Իսկ թե ինչ են արձանագրել տեսախցիկները, դիտենք առանց մեկնաբանության։ Ինչպես ստացվեց, խնդրում եմ մի բարձաբանում էլ ինձ գտակ, ինչպես ստացվեց, որ մի հոգի փաստորեն քվեարկել է այստեղ մենք տեսանք Տիգրան Նիկողոսյան, առաջի քվեողը։ Աշխատակիցը համապատասխանությունը թվի չի տեսել, ու թույլ են։ Բայց հիմա այս թուղթը վավեր կհամարվի։ Անվավեր, իհարկե։ Սա անվավեր է, բայց հիմա ընտրողը չի իմանա, որ իր թուղթը անվավեր է համարվելու։ Ճիշտ ասած, ես ինքս եմ ասում անվավեր, որովհետև այս պահին ընտրատարածքային տեղամասի նախագահան սպասում է Գիազոր մարմնի եւ կենտրոնական միտական հանձնաժողովի որոշմանը, որպեսզի որոշում կայացնեն ու փոխանցեն ինձ որոշում։ Մենք առայժմ սպասում ենք վերադասմանի որոշում։ Հիմա չեք փակում եք, ինչ եք անում։ Ինձ չասեցին փակել, ես առաջացրեցի, բայց առայժմ ուղղակի զուտ ասեմ, որ ուտակում կա եւ չփակում։ Բարի։ Սպասենք։ Թափանցում է այսի քվեախցիկի հետ է վերևումը։ Կտրոնը, որ ձեզ են տեղ տպել են, տվեք ինձ, կտրոն են տպել։ Կտրոններ պայից, որ կտրոնը պետք է տատներ։ Սրավերը գնեցիք անի։ Մինչ ընտրական գործընթացը շարունակվում է, իր աշխատանքն է սկսել նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը։ Դիտորդներն առավոտյան այցելել են Երևանի Չայկովսկու անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամաս։ Տեսնենք, թե ինչպիսին էր առաքելության աշխատանքային մեկնարկը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը ընտրում է նոր խորհրդարան, որի արդյունքով կձևավորվի 9-րդ գումարման ազգային ժողովը։ Խորհրդարանում առնվազն 105 մանդատի համար պայքարում է 18 քաղաքական ուժ, 16 կուսակցություն եւ 2 դաշինք։ Քվեաթերթիկում քաղաքական ուժերը ներկայացված են հետևյալ հերթականությամբ։ Ռեֆորմիստների կուսակցություն առաջին համար, երկրորդը բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն, երրորդը ուժեղ Հայաստան դաշինք,
4-րդը Հայաստանի շնորհապետական կուսակցություն, 5-րդը Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն, 6-րդը Միասնության թևեր կուսակցություն, 7-րդը Բարգավաճ Հայաստան կուսակցություն, 8-րդը Ազգային ժողովրդավարական Բևեռ կուսակցություն, 9-րդը Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն, 10-րդը Հայ ազգային կոնգրես կուսակցություն, 11-րդը Հանրապետություն կուսակցություն, 12-րդը Քրիստոնեաժողովրդավարական կուսակցություն, 14-րդը Ժողովրդավարական համախմբում կուսակցություն, 15-րդը Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցություն, 16-րդը Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, 17-րդը Հայաստան դաշինք, 18-րդը Հանուն Հանրապետության ժողովրդավարության Պաշտպանների դաշինք կուսակցություն, 19-րդը Լուսավոր Հայաստան կուսակցություն։ Ի սկզբանե ընտրությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ, սակայն քվեարկությունից օրեր առաջ Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել եւ դուրս եկել ընտրապայքարից։ Այսինքն այսօր ընտրատեղամասերում քաղաքացիները չեն հանդիպի 13 համարի քվեաթերթիկի։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու ընտրություններին մասնակցող գործիչներն արդեն սկսել են կատարել իրենց ընտրությունը։ Ընտրության գնալուց առաջ քաղաքացիներին կոչով է դիմել նաև Բագրատ Սրբազանը։ Լսենք։ Նախ այդ որևէ ընտրություն եւ այս պարագային սա յուրաքանչյուրի պատասխանատվությունը, կեղծավորությունը եւ բառիս ամենալայն իմաստով ասեմ խաբեությունը, երբ դու չես գնում քո պատասխանատվությունը, չես դնում այս ամբողջ գործընթացի մեջ եւ ուրիշից հետո պահանջում ես, որ ինչ որ կերպով քո կյանքը բարեփոխվի կամ բարելավվի։ Հետևաբար ով չի գնալու ընտրության, ոչ թե կասեմ, որ իրավունք չունի վաղը մյուսօր խոսելու, այլ պարզապես ինքը պատճառը դառնում, որ իր կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում, ոչ թե ինքը։ Եվ հետևաբար ես հրավիրում եմ, կոչ եմ անում այս կարևոր, շատ կարևոր հանգրվանին, որ ջրբաժան հանգրվան է մեր կյանքում։ Գնան ընտրության եւ ստանձնան այդ պատասխանատվությունը, ոչ միայն իրավունքը կիրառեն։ Իսկ ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն արդեն քվեարկել է։ Նա իր ընտրությունը կատարել է Տաշիրում։ Հիշեցնեմ, որ խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն առնվազն 4, իսկ դաշինքները 8% ձայն։ Ընտրությունը տեղի կունենա համամասնական ընտրակարգով եւ դրա արդյունքով կորոշվի ոչ միայն խորհրդարանի կազմը, այլև առաջիկա 5 տարիների քաղաքական օրակարգը։ Հայաստանում ընտրելու իրավունք ունի ընդհանուր առմամբ 2,485,851 քաղաքացի։ Ընտրական գործընթացը կազմակերպվել է այնպես, որ քվեարկելու հնարավորություն ունենան նաև հատուկ խմբերում գտնվող քաղաքացիները։ Նրանցից 22,734 ընտրող ընդգրկված է ըստ գտնվելու վայրի, այսինքն քվեարկում է այն տեղամասերում, որտեղ տվյալ պահին գտնվում է։ 492 քաղաքացի հաշվառում չունեն,
սակայն նույնպես ներառված են ընտրական գործընթացում եւ կարող են մասնակցել քվեարկությանը։ Բժշկական հաստատություններում ստացիոնար բուժում ստացող ընտրողների թիվը 627 է, նրանց համար եւս ստեղծվել են պայմաններ քվեարկելու համար։ Իսկ տեղաշարժման դժվարություն ունեցող ուր քաղաքացու համար կազմակերպվել է հատուկ ընթացակարգ, որպեսզի նրանք նույնպես կարողանան իրականացնել իրենց ընտրության իրավունքը։ Ընտրատեղամասերն արդեն 2 ժամ է բացվել են եւ ընտրողները սկսել են կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Նշեմ, որ Հայաստանում այսօր գործում է 2006 ընտրատեղամաս։ Մեր նկարանող խմբերը տարբեր ընտրատեղամասերում են։ Ընտրատեղամասերից մեր ուղիղ միացումներին կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Հարգելի հետևորդներ, այս պահին քվեախցիկում իր ընտրությունն է կատարում ամենայն հայոց կաթողիկոսը։ Քվեախցիկին մոտեցավ նաև Արշակ Սրբազանը։ Վեհապար, ինչ ուղերձ ունեք քաղաքացիներին ընտրության օրը։ Մենք կատարեցինք մեր ընտրությունը աղոթքով եւ հայցով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին ծանր այս փորձությունները եւ կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարկ եւ բարոր երկիր։ Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց։ Տիրոջ սերը, շնորհը եւ ողորմությունը թող լինի մեզ հետ
եւ ողջ աշխարհի այսօր եւ միշտ ամեն։ Շնորհակալություն։ Մնացեք խաղաղությամբ։ Ժողովուրդ ջան, մնացեք։ Հարգելի հետևորդներ, ինչպես տեսակ կադրերից, վաղարշաբաթի 14 կոտորակ 11 ընտրատեղամասում իրենց քաղաքացիական պարտքն են կատարել ամենայն հայոց կաթողիկոսն ու Արշակ Սրբազանը։ Ընտրատեղամասերից մեր ուղիղ միացումներին կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Մինչ քվեարկությունը շարունակվում է, իրավապահները հրապարակել են նախընտրական շրջանում արձանագրված ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ տվյալներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ ընտրական բնույթի հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194 անձ։ Քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ։ Կոմիտեն հայտնում է նաև, որ մի շարք գործերով նախաքննությունն արդեն ավարտվել է եւ գործերն ուղարկվել են դատարան մեղադրական եզրակացությամբ։ Իսկ երեք առավոտյան ապօրինի ձերբակալել եւ քննչական կոմիտե են ուղարկել ապրելու երկիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Արթիկ համայնքի ավականու անդամ Արթուր Աստոյանին։ Ապրելու երկիր կուսակցության անդամ Մանեթ Հանդիլյանը հայտնել է, որ ձերբակալության եւ վարույթի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Եվ մինչ Հայաստանի ուշադրությունը կենտրոնացած է խորհրդարանական ընտրությանը, Լոռու մարզում շարունակում են գնահատել երեկվա ուժեղ կարկուտի հասցրած վնասները։ Ստեփանավանում կարկուտը վնասել է տների տանիքներ, ավտոմեքենաներ եւ գյուղատնտեսական նշանակության տարածքներ։ Քաղաքում սահմանվել է արտակարգ ռեժիմ, ստեղծվել է շտաբ եւ վնասների հաշվառմամբ զբաղվող հանձնաժողով։ Քաղաքի վիճակի մասին բնակիչների հետ զրուցել է Սեդա Մակարյանը։ Ձվի չափ կարկուտ է տեղացել Ստեփանավանում։ Դրսում մնացած մարդիկ կապտուկներով են տուն հասել։ Ստեփանավանի մեր հայրենակիցներն ABC մեդիային լուսանկարներ ու տեսանյութեր են փոխանցել։ Մոտ կես ժամ տևած կարկուտը միլիոնների վնաս է հասցրել բնակիչներին։ Կարկտահատիկները րոպեների ընթացքում ծեծել են այգիները, ցանկատարածությունները, տանիքներն ու մեքենաները։ Այնինչ գյուղացին ամիսներով աճեցրել է արևի տակ, երկնքից ընկնող սառույցը հաշված րոպեներում հողին է հավասարեցրել։ Տուժել են նաև Հարակից, Արմանիս եւ Ուրասար բնակավայրերը։ Սառույցի սպիտակ շերտով ծածկված փողոցներ, վնասված մեքենաներ, ոչնչացած բերք բնակիչներն ասում են, նման կարկուտ վաղուց չէին տեսել։ Հիմնական տուժել են մեքենաները, ուսների, գրիչները, պատուհաններ, այգիներ, բերք կարճ տևեց։ Ժամը սկսել է 1:15 պակաս, մոտավորապես կես ժամ 40 րոպե է տևել։ Բայց շատ միանգամից է սկսվել, մարդիկ չէին հացվում մեքենաները, ծածկի տակ տանեին։ Օրեր առաջ էին օդերևութաբանական կենտրոնից հայտարարել, որ հանրապետության որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ տեղա։ Հակակարկտակայանները սակայն նորից չեն գործարկվել կարկուտի պահին, դրանք կրակել են միայն աղետից հետո։ Հակակարկտակայաններ կան տարածքում, բայց կրակոցներ չեն գտել, որովհետև այդ կարկուտը շատ միանգամից սկսեցել, ինձ թվում է անկերն են չունել։ Արևոտ բարձ եղանակ էր, 10 րոպեի վանոց եղանակը փոխվեց, կարկուտից հետո ասել են կրակոցներ, կարկուտից հետո արդեն կրակել են։ Այժմ համայնքներում հաշվում են վնասների ծավալը։ Համայնքապետարանն արտակարգ ռեժիմ է հայտարարել։ Շտաբը ձևավորվել արտակարգ իրավիճակների հանձնաժողովը ձևավորվել այս պահին արձանագրվում են, գույքագրվում են վնասները բնակիչների կողմից, արտակարգ ռեժիմով աշխատում է համայնքապետարանը, տեղում աշխատում են ԱԻՆ-ը, այն աշխատակիցները էլի գույքագրում են բնակիչների հետ հավասար։ Թե որքան բերք է գետնին հավասարվել, քանի տնտեսություն է տուժել եւ ինչ աջակցություն կստանան բնակիչները, պարզ կլինի առաջիկա օրերին։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շնորհակալություն մեզ հետ էիք, մենք այսօր աշխատելու ենք արտակարգ ռեժիմով, յուրաքանչյուր 2 ժամը 1 կլինենք ուղիղ եթերում, կունենանք նաև ուղիղ միացումներ, հարցազրույցներ ինչպես թեկնածուների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի հետ, այնպես որ շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Իդեպ, հարգելի հետևորդներ, եթե նկատել եք ընտրախախտում, կասկածելի կամ ուշագրավ դեպ ընտրատեղամասում կամ դրա շրջակայքում, ուղարկեք մեզ լուսանկարներ, տեսանյութեր եւ կարճ նկարագրություն մեր Telegram բոթի միջոցով։ ABC լուրերի հաջորդ արտահերթ թողարկումը ժամը 12-ին է, կհանդիպենք։